Բայց մենք ուրիշ հարց եմ տալիս, բայց մի հատ Մեդվեդևը պետք է ասի, մենք չենք տեսել, թե ինչա կատարվել Վրաստանում, մենք չենք տեսել ինչա կատարվում Ուկրաինայում, չենք տեսել մենք Մոլդովայում ինչա կատարվել, մենք ի վերջո տեսանք նաև ինչ կատարվեց Էլչիբեի ժամանակ, Ադրբեջանում Էլչիբեի կառավարման ժամանակ, մենք տեսել ենք, չէ՞, այդ ամեն ինչը, բայց մենք տեսնելուց այդ ամեն ինչի հետո մեր որոշակի շրջանակներ այնուամենայնիվ չհասկացան, որ նույնը կատարվեց Հայաստանում այս մարդկանց միջոցով։ Ես ուղղակի ապշած եմ մեր ժողովրդի կարճ հիշողության վրա, այս ժողովուրդը ցեղասպանություն է ապրել, ցեղասպանություն ապրող ժողովուրդը մինչև հիմա Արցախը կորցնելուց հետո կարճ մտածողություն է, ես մի բան կարամ ասեմ, եթե այս ժողովուրդը ցեղասպանվի, ոչ մեկ իրան չի ափսոսալու, որովհետև ստեղ բացարձակապես մենակ հայ ժողովրդի մեկնալն էր, բացարձակապես, ոչ մեկին, եթե 15 թվականի ցեղասպանության մեջ աշխարհը ինչ-որ մեղադրանքներ էր տալիս, չգիտեմ, Թուրքիային կամ բանի անտանտայի երկրներին, որ լավ չպաշտպանեցին, որտեղ այն ժամանակ հայ ժողովուրդը պետականություն չի ունեցել։ Հիմա պետականության պայմաններում հայ ժողովրդի ոչ մեկ հայ ժողովրդին չի, եւ ճիշտը դա է, որտեղ եթե պետականություն ունեցող ժողովուրդը գնում է ինքնաոչնչացման, ոչ մեկ իրան չի խղճալու։ Եվ տրամաբանական որ չխղճան, որտեղ դա նշանակում է, եթե ժողովուրդը ինքնակամ գնում է դեպի ոչնչացման, ինչի պետք է մարդիկ ինքնասպան գնացող մարդուն ով կարա խղճա։ Ինքնասպանությունը դա նույնիսկ կրոնական իմաստով է դա բան մեղք, հասկանում եք։ Հիմա մեղք է այս մագարտակի գիտակցություն ունենող ժողովուրդ ունենա, որ այս ժողովուրդը չի հասկանում, թե մենք ուր ենք գնում։ Այս պայմաններից հետո սենց խայտարակ քաղաքական ընդդիմություն կլինի, որ չկարողացավ կոնսոլիդացվել եւ էլեմենտար բաներ էր պետք, որ ինքը կարողանար կոնսոլիդացնել եւ ժողովրդի մեծ մասի պահանջը կատարեր։ Էլեմենտար, իրանք եթե մտածում են, որ այն բանը մարդկանց, որ բանտարկում են մենակ Նիկոլ Փաշինյանը, մեղավոր չարաչար սխալվում են։ Չարաչար։ Հիմա եթե օրինակ եմ ասում, չգիտեմ, նույն այսօր Ռոբերտ Քոչյանն է, երեք Ծառուկյանները, այն օրը Անդրեյ Թևանյանները, որովհետև երբ որ 10-15 տարի առաջ նախկինները, չգիտեմ ինչ է, ձեր ասած Գեբելսյան քաղաքական բանը քարոզով մտցնում էին մարդկանց ուղեղները, այս դեբիլ ընդդիմությունը փոխանակ դրա դեմ աշխատեր, ասեր այ պիղծ երկիր հանձնող սրիկա փողոցից եկած բոմժեր, դուք ով եք, որ ասենք հաղթած էս ինչին, բոլորը վախեցած մտածեցին մի հատ չպատասխանեն, չգիտեմ ինչ անեն, ժողովուրդը սենց վրա է տվել։ Նույնն էլ ընդդիմությունը, եկել ասում, չէ, ես մաքուր եմ, չգնամ չխառնվեմ այդ նախկինների, փոխանակ դա զուլալ են, մաքրեն։ Ասեն ես ովքեր են ասում նախքին ներկա բոլորին միավորել։ Այդ կերան, նախքին ներկայի կտերը Սամվել Կարապետյանը կերավ, Ծառուկյանը կերավ, մի քիչ դուք կերաք, բոլոր այդ կտերը կերան, նորմալ միավորում չեղավ, մենք սրա հետ չլնենք, մենք նրա հետ չլնենք, այս էլ տես լավ արեց, բաժանեց ու բանարեց։ Եթե մեզանից կախված էր կոնսոլիդացիան, մենք վաղուց արած ենք։ Ով որ չի արել այդ մեղադրանքը մարդկանց։ Բանա գալիս, այն ինչա մարդու իրավունքների այդ պաշտպանը նախքին Հա, Թաթոյանը մի հատ հարկա համարում նախկիններին բան ասի, երիտասարդ ինչ որ արևմտամետ այդ բոմժերն են գալիս, ընտրապայքարի հարկա համարում նախկիններին ասի, Սամվել Կարապետյանը դեցել չի գիտակցում, որ ինչ նախկին, ինչ բան, ընկեր ջան, նախկինների օրոք հա ծաղկել, շենացել երկու հանրապետություն, դու էլ բարեգործություն ես արել բոլորին միավորի, այնին դեղ չի գիտակցում, Ծառուկյանը դեղ կիսատ չի գիտակցում, հանուն անկեղծություն եւ ազնվության պետք է ասենք հետեւյալը։ Հա, դասես Ծառուկյանը գիտակցել է։ Չէ, ես դες բան չեմ ասում։ Ես ասում հետեւյալը, որ անցյալ տարի այս նույն քո ասած բանով հանդես եկավ Մայր Հայաստանի եւ Անդրանիկ Թևանյանը։ Ես հիշում եմ, դու եկար այստեղ ասեցիր, որ հիշում եմ։ Մենք պետք է մեկ ցուցակով գնանք։ Էդ եմ ասում, մենք ցուցակով։ Ուրեմն պետք է, եթե մենք ցուցակով չենք գնալու, ուրեմն սենց է լինելու։ Ուրեմն պարտության հետևանքները սա է լինելու։ Չէ, էսի սենց է։ Եվ ավելին կարամ ասեմ, Նիկոլ Փաշինյանը շատ անկեղծ ասեց, կամ ես եմ դատելու, կամ ես դատելու եմ, կամ ես դատվելու եմ, կամ դատելու եմ։ Այդ մարդը անկեղծ ասում է։ Եվ ինքը հիմա ինչ որ անում է, ինքը իր խոստումն է կատարում, ինքը ճիշտ է անում, իր տեսակետից ճիշտ է անում։ Դե մի կողմից էդ էր, որ Սամվել Կարապետյանը ասենք բան չարեց, մյուս կողմից էլ երևի ամեն մի 5 հոգի ունեցող իրակուսակցության մեջ գնում ասում էր, ես պետք է առաջին երեքում լինեմ, ես պետք է չգիտեմ, այ անասուններ երկիր չի լինելու, դե գնացեք եղեք։ Դες ինչի, որտեվ երբ որ չկա առողջ մթնոլորտ, հա, դե բայց 10 հոգու անուն տա, որ գնացել են բանակցությունների, մենք պետք է 10-ի մեջ լինենք, հետո ընտրությանը մասնակցում 1000 ձայն են հավաքում։ Անժելա ջան, բայց փորձ կա, չէ, ասենք նույն Վրաստանի փորձը ցույց տվեց, որ երբ որ առողջ մթնոլորտ անում, բոլոր ազդեցիկ մարդիկ իրանց ամբիցիաները կոտրում են։ Երբ որ առողջ մթնոլորտ չի լինում, բայց ինչ են, նայ ասեմ, երբ որ դու տանում ես ուսապարկերի, այն նորմալ մարդը ասում է, եթե ուսապարկերը ում ես պետք է երրորդն եմ կամ չորրորդ, շատ տրամաբանական է, չէ՞ էդի։
Բայց եթե դու տենց բան չես անում, երբ որ դու առողջ մարդկանց ես անում, եթե դու քեզ նպատակը ոչ թե կնոպկաներ հավաքելն է, որ վաղը քո հրահանգներով աշխատեն, այլ նորմալ մարդկանց հավաքելն է, որոնք կարող է քեզ չհենթարկվեն վաղը, այդ ժամանակ այդ ամբիցիաները սկսում են արդեն հետին պլան գնալ, բայց երբ որ դու կնոպկաներ ես հավաքում, այն առողջ մարդիկ են ասում, գիտես, իսկ եթե կնոպկայի պարագայում չի պետք է ես այս համարը լինեմ։ Դրա համար եմ ասում առողջ մթնոլորտի բացակայության պայմաններում բայց կարելի է չէ գիտակցրացինք հիմա Ռաֆի Հովհաննիսյանը ոնց գնաց ասեց, որ ես պաշտպանում եմ, աջակցում եմ, հայտարարում եմ, ինձ պետք չէ, ես գնում եմ հայտա։ Եթե այսպես բոլորը այդ գիտակցությունն ունենային գնային, նա էլ այնտեղ իր տեղում այդ գիտակը։ Լավ, հիմա ունենք էս ինչ որ մենք հիմա ունենք այն ինչ որ ունենք եւ մենք հիմա վճարում ենք այն գինը, որ ունենք։ Հիմա ես պարզ ասեմ քեզ, ես հիմա այս այլևս այս ընդդիմությունից լուրջ սպասելիք չունեմ, որտեղ իրանք իրանց ֆունկցիան կատարեցին պրծան, իրանք առաքելությունը պրավալ են տվել։ Եվ երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է հունիսի 7-ին ես ստացել եմ մեծ հաշվով այդ մանդատը ստացել եմ, ես չեմ կարող իր այդ վիճեմ։ Ճիշտ է ինքը կեղծել է ընտրությունը, բայց ինքը կարացել է վերարտադրի, չէ՞։ Բայց ինքը կարացել է չէ վերարտադրվի, չէ՞, դա նշանակում է որ ինքը հաղթել է։ Եվ քանի որ ինքը հաղթել է, ինքը հիմա կյանքի ակոչում այն ինչ որ անում, ասում է, եթե ես պարտեի, ինձ էին դատել։ Հիմա դրա համար ես նույնիսկ եմ կրկնում։ Հիմա ես իմ հույսս ինչի մեջ է։ Իմ հույսս արդեն հանրության մեջ է, իմ հույսս քո նման մարդկանց մեջ է, իմ հույսս արդեն հանրային գործիչների մեջ է։ Այդ հանրային գործիչների խոսքը ավելի կարևոր է, քան այն կնոպկաները, որ խոսում են, կամ իրաց ասում են դուք խոսացեք։ Հասկանում ես, կներես մի բան ասեմ քեզ, էլի, ժամանակից աշխարհում 21-րդ դարում հանրային նախագծեր կարելի է սարքել, ոչ թե կոմերցիոն նախագծեր։ Կոմերցիոն նախագծերը կարելի է բիզնեսում սարքել, բայց ոչ քաղաքականության մեջ։ Հասկանում ես, ի՞նչ նախնդիրը։ Ես էլ պետք է մենք անկեղծ խոսանք, որպեսզի կարողանանք այս բիճկից դուրս գալ։ Ինչ է ասում, այս ինչ է։ Եվ հիմա արդեն վիճակը նենց է, որ ես կարծում եմ, որ մեզ պետք է շատ ավելի լայն գիտակցություն եւ ոչ միայն ընդդիմադիր շերտերից, այլ նաև իշխանական շերտերից։ Ես չեմ կարծում, որ բոլոր սրիկանները իշխանության մեջ են, բոլոր մաքուր բյուրեղա մարդիկ ընդդիմության մեջ են։ Չարաչար տենց չի։ Սրիկաններ եւ ընդեղեկան, նորմալ մարդիկ ընդեղեկան։ Հիմա մենք պետք է կարողանանք նենց անենք, որ բոլոր այն մտահոգ մարդիկ, այն մարդիկ, որոնք գիտակցում են, թե ինչ վիճակի մեջ է, մենք կարողանանք դուրս գանք այս վիճակից։ Մեր կենտրոնական խնդիրը թույլ չտանք, որ հայ-ռուսական հարաբերությունները փլուզվի։ Եթե փլուզվեց հայ-ռուսական հարաբերությունները, հաջորդ փլուզումը Իրանաշենը չի լինելու։ Հաջորդ փլուզումը լինելու է միանգամից Սյունիքը, Սևանը, Վանաձորը, Հայաստանը եւ ամբողջական, որտեղ շատ տրամաբանական է, թե մենք էլ նույնը լինենք, մենք նույնը կանենք։ Այն ինչ որ արեցինք մենք 94 թվականին։ Գուցե հենց այդ ուղղությամբ ձեր ասած ես լրիվ համաձայն եմ, պարոն Բոզյան, որ դուք ճիշտ ձևակերպում տվեցիք, որ մեր հիմնական նպատակը այսօր թույլ չտալ, որ հայ-ռուսական հարաբերությունները, եթե սա ավիրեց, սա նշանակում է հայ ժողովրդի ցեղասպանություն։ Բայց ով է, երևի իմ նման 10 մարդ է համարձակվում այդ ասին։ Այդ գիտակցությունը նաև պետական համակարգում կա, ուժային կառույցների մեջ կա, քաղաքական թիմի մեջ էլ չի կարա չլինի այդպես բան։ Ես նույնիսկ եմ ասում, ես այլևս այդ պաշտոնական ընդդիմության հետ մեծ հույսեր չունեմ։ Մանավանդ երբ որ իրանք փորձում են մրցեն, թե ով կարա ավելի Եվրոպային, ասենք, սիրաշահի, ճիշտ ասած իմ համար նույնիսկ նողկանք եմ ապրում, անկեղծ ասեմ, բայց չեմ ուզում դրա մասին երկար խոսել։ Բայց ես ինչ եմ ուզում ասեմ, որ անկախ ամեն ինչից, հիմա մենք կանգնած ենք ռեալ իրականության առաջ։ Ես դրա համար եմ ասում, եւ իշխանության մեջ, եւ ընդդիմության մեջ բոլոր այն շրջանակները, որոնք հասկանում են, թե ինչ խնդրեմ է, սա գոյաբանական հարցությունը, ոտքը, լուսամետության հարց չի, Ռուսաստանյան հարց չի, սա ավտոմատ խնդիր է։ Ժամ հետո մեզ սպասում է ցեղասպանություն։ Թուրքիան ու Ադրբեջանը սպասում են, ուրանք զարմացած են սպասում, թե ոնց է կատարվելու այս process-ը։ Իրանք զարմացել են, որտեղ այս դուք կարծում եք անգամ Նիկոլի թիմում չեն գիտակցում, որ ռուսները ովքեր քաշեն այստեղ մեծ ցեղասպանել են, այստեղ Հայաստան չի մնալու, հայ չի մնալու։ Ես նույնիսկ ԿՊՄ-ում եմ տեսնում, որ կանան մարդիկ լինեն, որոնք գիտակցում են, դա պետք է կանգնացնենք այս process-ը, չի կարելի թույլ տալ։ Ես ասում, անգամ իմ միջավայրում, մեր գոլեգաների շրջանակում, ես երկու adekvat մարդ գիտեմ, որ այսքան բան հասկանում են 18 թվականից։ Իրանց ուղեղին չէր հասնում, որ ես ասում եմ, անընդհատ ասելու եմ, ծիծաղում էին, հա, ասում էին Ռոբերտ Քոչարյանին տարել է, գեներալների տարել է, որ Արցախը տա։ Հա, խոսում ես, հիմա տարել է, որ Հայաստանը տա։ Գրեք, ձեր պատի վրա գրեք, որ Հայաստանը տա։ Որ ռուսի ոտնել է ստեղից հանի ու Հայաստանը տա։ Ձեզ էլ մեզ էլ ցեղասպանեն ու ոչ մի հայ չի մնալու։ Թուրքիայի սա վերջին շանսն է, հրաշալի շանս է անկել, ինքը այստեղ հայ չի թողելու։ Տեսեք, եթե թողելու է այստեղ հայ, դեպի նման ասա, Թուրքիայի հետ կողք չի թողելու այստեղ հայ։ Կարդացեք երիտթուրքերի դոկտոր Նազիմի
հուշերը եւ կհասկանաք թե իրանց ծրագիրը իրանց ինչա ներկայացնելու Հայաստանում։ Իրանք հիմա սիրալիր են, որտեղ գիտեն, որ դեր կա Ռուսաստանի գործոն, մի քիչ Պարսկաստանի գործոն։ Հենց Ռուսաստանի գործոնը չլինի։ Ջնջելու են այստեղ։ Ունի sense մի հատ սկզբունք, ուժեղ ես, թուրով գլուխը կտրի, թույլ ես, բանը Քծնի։ Չէ, քծնի եւ ձերքը համբյուրի քծնի։ Ինքը այդ մոդելով է շարժվում, ինքը ամբողջ իր արտաքին քաղաքականության մեջ այդ մոդելով է շարժվում։ Հենց տեսա որ դու թույլ ես, ինքը գլուխը կտրելու է։ Այդ քաղաքականությունը Օսմանյան կայսրության ժամանակվանից Այս օրինակը ոնց են սիրում 14 թվին գնում է Թուրքիա Անդրանիկը հավաքում է այդ խելամիտ, ողջամիտ, չգիտեմ ինչ բոլորը իր հուշերի մեջ կա, ասում է ջնջելու են։ Ասում է դուք այստեղ իրանց հետ բանը ջնջելու են մեզ, եկեք ասում։ Ռուսները եք գիտեք ինչ են ասում։ Գնա խարդախ, խառնակիչի մեկ, գնա ինչ ես ասում, Զորավար Անդրանիկին ճանապարհում են, այդ բոլոր նստածներին ցեղասպանել են, բոլորին։ Բոլորին, որ ասում են թուրքերի հետ հաշտ ապրելու ենք, բոլորին։ Եթե մեր մոտ լիներ լուրջ պատմագրություն, մենք հասկանայինք, որ Հայաստանի ցեղասպանության մեջ, հայ ժողովրդի ցեղասպանության մեջ իր մեղքի բաժին ունեցել է նաև Հայաստանի այն ժամանակվա քաղաքական վերնախավի մի մասը։ Դա էս ուղղակի ասում եմ։ Ու ժողովուրդը էլի, ու ժողովուրդը չի ուզում։ Ժողովրդին ձևավորում է վերնախավը, ժողովուրդ հասկացությունը։ Բա ժողովուրդ ջան, քո 3 նախագահին տարել են, 2 նախագահին տարել են Բաքվի բանդ։ Էս մի նախագահին Արցախի ու Հայաստանի էսա տանում են էստեղի բանդ։ Քո բոլոր այդ էլիտաներին տարել նստացրել են ինչ են Անդրանիկին նստացել։ Այս բաների մասին են խոսում։ Այս դրա մասին կարևոր բան ասեմ։ Բայց ժողովրդի վեճը չի։ Այսինքն ես կարևոր բան եմ ուզում ասեմ ստես։ Երբ որ միշտ մենք ասում ենք որ 18 թվականին որ մենք Ռոբերտ Քոչարյանին պաշտպանում ենք, ես չէ, մենք չենք ասում որ մենք Ռոբերտ Քոչարյան, մենք ասում ենք մենք տեսնում ենք ստեղ Արցախի հանձնելու process, որտեղ ինքը համարվում էր այդ շրջանակների լիդերը, իրան տենց էին որոշ